Ողջույն, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Որ հայ-ամերիկյան ընկերությունն է իրականացնելու Թրամփի ուղու շինարարությունը և երբ են սկսելու աշխատանքները։ Հակամարտության փոխարեն իրական խաղաղություն, Արմեն Գրիգորյանն ու Հիկմեթ Հաջիևը հանդես են եկել համատեղ հարցազրույցով։ Դավիթ Համբարձումյանի փաստաբանը դիմել է դատավորին, ինչ հայտարարություն է տարածել Մասիսի քաղաքապետի պաշտպանը։ 10 ամսում 8 պատերազմ, Թրամփը կրկին խոսել է իր ավարտած պատերազմների մասին։ Trip Company, սա այն հայ-ամերիկյան ընկերությունն է, որն իրականացնելու է Թրամփի ուղու շինարարությունը։ Հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, օպտիկա-մանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Փաշինյանը հայտարարել է, որ նախագծի շինարարությունը կսկսվի 2026-ին։ Փաշինյանը Բեռլինում արտաքին հարաբերությունների գերմանական ընկերություն IT ընթացքում խոսել է նաև հայ-թուրքական սահմանի բացման մասին։ Փաշինյանը հույս ունի, որ Թուրքիան կկայացնի քաղաքական որոշումը բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։ Նա նաև ասել է, որ այն, ինչ անհնար էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ, այժմ իրականություն է։ Ղազախստանից Հայաստան երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Փաշինյանը խոսել է նաև սահմանադրության մասին։ Եթե մեր սահմանադրական դատարանը մնում է դատարան, եթե միգուցե որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ես արդեն հրապարակավ ասել եմ, որ անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, ինչու եմ ես փորձում բացատրել սա, որովհետև իրականության մեջ որևէ խնդիր և խոչընդոտ չկա մեր սահմանադրության մեջ։ Եթե մենք խնդիրը անաչառ կերպով դիտարկենք ու մենք պատրաստ ենք արձագանքել Ադրբեջանին ուզող հարցերին, նստել և քննարկել նշբությունները իմիջայլոց, գաղափար կար անգամ միջազգային իրավաբանական փորձաքննություն անցկացնել այս հարցի պատասխանը հասկանալու համար։ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համատեղ հռչակագիր են ստորագրել։ Կողմերը համակարծիք են, որ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավորություններ է ստեղծում խաղաղ և բարգավաճ հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Նշեմ, որ հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ, հետևաբար չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ։ Հակամարտության այս գլուխը փակված է իրական խաղաղությամբ, համատեղ հարցազրույցի ժամանակ հայտարարել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Հաջիևի խոսքով բանակցությունների վաղ փուլում կողմերը լավ հնարավորություն են ունեցել հանդիպելու Բրյուսելում, ինչից հետո երկու երկրների ղեկավարությունները որոշել են շարժվել դեպի խաղաղություն և մի կողմ դնել համատեղ ունեցած տարաձայնությունները։ Գրիգորյանը շարունակել է ասելով, որ երկրների ղեկավարությունները մտածում են, թե ինչպես խաղաղություն և կայունություն բերեն տարածաշրջան։ Հաջողությունը մեծ է և մենք տոնում ենք այն։ Բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում, բայց մենք աշխատել ենք դրա համար, ինչպես ասվում է հայտնի երգում, դա պատի մեջ ևս մեկ աղյուս է, այդ մեջբերման դրական իմաստով։ Մենք աշխատել ենք դրա ուղղությամբ, փորձելով կառուցել վստահության այդ պատը, փորձելով շարժվել այդ ուղղությամբ։ Զուգահեռ Բեռլինի հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են արել Հայաստանի գործող իշխանության գործողությունների դեմ։ Ցուցարարները կոչ են արել դադարեցնել հակաեկեղեցական տերորը և քաղաքական հետապնդումները։ Stop the political arrests in Armenia. Stop the church terror in Armenia. Stop the political arrests in Armenia. This is a shame. Stop political arrests in Armenia. Stop political repression. Stop the church repressions in Armenia. Stop the terror against
the church. The world. Մասիսի կալանավորված քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը դիմել է Դավիթ Համբարձումյանի գործի դատավոր Ժորա Չիչոյանին, որպեսզի տրամադրի իր քննած եւ դատավճիռ կայացրած ծանր եւ առանձնապես ծանր գործերի վերաբերյալ տեղեկություն։ Իսկ դատավորը պատասխանել է, որ չի կարող ինֆորմացիա տրամադրել, սակայն փաստաբանի խոսքով դրամբած գործերի տեղեկությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա։ Երեք կրկին դիմել եմ նույն դատավորին, մատնանշելով համապատասխան իրավական նորմերը, որոնց ուժով վերջինս պարտավոր է տրամադրել իրենից պահանջվող տեղեկությունը։ Դե իսկ չտրամադրելու դեպքում միանշանակ իրավունքներս կպաշտպանեմ դատական կարգով, տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ նրա դեմ հայց հարուցելով։ Չիչոյանն ամենայն հավանականությամբ չի տրամադրում իր քննած գործերի ցանկը, որպեսզի ավելի ակնառու չլինի այդ շարքում անմեղ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը։ Միքայել Բագրատ եւ Արշակ Սրբազանները նամակ են գրել ԱԱԾ մեկուսարանից։ Սրբազանների խոսքով Հայաստանում գործում է զինված բանտը, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով եւ հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով իրենց սատանայական պաշտամունքները կատարելու համար։ Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող անհայտ դավանանքի տեր մի անձ, որը զինված մարդկանց ուղեկցությամբ բացահայտ եւ անթաքույց լկտիությամբ թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ, խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը։ Նողկալի է, որ սույն բանդային նախարարներից, падգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի միացել են նաեւ իրենց եռակի օծումը ոտնահարված եւ մերժած հոգեվորականներ, որոնք իրենց սույն քայլով արժանացել են դատաստանին, սակայն վստահ ենք պետականությունը կվերականգնվի, իսկ հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, որտեղ ապօրինի գտնվում ենք այսօր մենք, խղճի կալանավորներս։ Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր Դավիթ Հարությունյանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ լուծարվել է ռեժիսորի հաստիքը եւ իր ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում ավարտված է։ Անհերքելի պատմություն եւ անջնջելի փաստեր են իմ հեղինակած ներկայացումները, ինչպես Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, այնպես էլ Մայրաքաղաքի, Հանրապետության ու Սփյուռքի բազմաթիվ այլ թատրոններում, ասել է ռեժիսորը։ Տարակարծությունների առիթ է դարձել քաղաքապետարանի վերջին հայտարարությունը։ Նախատեսվում է 5 տարվա ընթացքում կասկադը հասցնել ավարտուն տեսքի։ Երևանի քաղաքապետարանի եւ GTP Development ՍՊ-ի միջև ստորագրվել է պայմանագիր։ Հավանության է արժանացել ֆրանսիացի ճարտարապետի ներկայացրած էսքիզը։ Կասկադը ավարտուն տեսքի բերելու այս մոտեցումը մի որոշ ժամանակ առաջ բոլորովին անընդունելի էր համարում Կասկադ համալիրի համահեղինակ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, իսկ այժմ ճարտարապետը ելույթ է ունենում նախագծի մեկնարկի ազդարարման արարողությանը։ Ինչ է կատարվում այս նախագծի շուրջ, փակագծերը բացել է Անահիտ Սարգսյանը։ Կասկադը 5 տարվա ընթացքում նոր տեսք կունենա։ Գործընթացի մեկնարկը տրված է։ Ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի հիման վրա համալիրի անավարտ հատվածը կփոխարինվի նոր կառույցով։ 1000 տեղանոց համերգասրահ, ժամանցի եւ հանգստի գոտիներ եւ այս ամենի համար համայնքին պատկանող մոտ 7 հեկտար հողատարածքի օտարում։ Ապականվելու է, մշտողակի դուժել է, առևտուն իմաստով ապականվելու է, թե նրա գործառության իմաստով, թե գեղագիտական ամբողջ կերպարը, միջավայրը, թե մեր այս գլխավոր առանցքը Թամանյանի ստեղծած հարաբարարածին նայող առանցքը քաղաքաշինական տեսանկյունից, այսինքն մենք շատ մեծ կորուստ ենք այդտեղ գրանցել, որովհետև դա թիվ 1 խորհրդանշերից մեկն է։ Համահեղինակների եւ նրանց ժառանգների կարծիքները հակասական են, որոշներն էլ ժամանակի ընթացքում փոփոխական։ Օրինակ, համալիրի համահեղինակ Ասլան Մխիթարյանը ամիսներ առաջ քննադատում էր արդիականացման նոր ծրագիրը, իսկ այժմ ներգրավված է նոր նախագծում։ Արդիականացում ես ինձ համար նշանակում է, ասենք, որ շարժասանդուղքների որակը փոխեն, ասենք, ժամանակակից շարժասանդուղք տնեն, ապակիները փոխեն, եթե ուզում են ինչ-որ շինությանը ինչ-որ արդիականացնեն, իր արտաքին տեսքը փոխելով դա արդիականացում չի, դա պարզապես արհամարել է հեղինակների։ Ցավում եմ, որ իմ գոլեգաները, իմ վարպետները այսօր մեզ հետ չեն, բայց ինձ հանգստացնում է նա, որ
Կասկադ համալիրը ավարտուն տեսք պետք է ստանա եւ այն ինչ որ արվելու է համատեղ եւ ֆրանսիական կազմակերպության հետ Կասկադ համալիրի համահեղինակ Ջիմ Թորոսյանի դուստրը Անահիտ Թորոսյանը շաբաթներ առաջ մտահոգություն էր հայտնել, թե պետք է զգույշ լինել։ Ծանր կառույցը նպատակահարմար չէ այդտեղ։ Սակայն նախագծի մեկնարկի արարողությանը Ասլան Մխիթարյանի հետ միասին ներկա էր նաև նա։ Ասլան Մխիթարյանը բազմիցս մենք վերջերս էլ հանդիպել ենք, նորից ասաց, որ դա իհարկե հայտարարություն կլինի ու ինքը շատ լավ է տիրապետում այդ ամեն ինչին, շատ լավ պատկերացում ունի։ Ուղղակի sense ասեմ, քանի որ 37 տարի հավանաբար, խորհրդային փլուզումից հետո կարգերի, երբևէ մասնագիտական խոսքը հաշվի չի առնվել, երբևէ ոչ համագործակցելն է արդյունք տվել, ոչ էլ ասենք այդպես ձեռները ծալած մի կողմ մնալը։ Դա արդյունք չի տվել։ Հիմա փորձում են համագործակցել միգուցե, եթե ասած չէ, կամ իրեն միգուցե ուրիշ խոսում են տվել, գնացել է հետո կպահվի ուրիշ բան, որ ասենք ինչ որ բաներ մեղմի։ Նեմոսած չարիքի փոքրագույն, գոնե ասենք ինչ որ ինքը այնտեղ խորհուրդներ տա, մի քանի բան գոնե ֆունկցիոնալ տեսանկյունից, որ ասենք այդ կապը արաբկիրի հետ չխզվի։ Համենայն դեպս նախագծի երրորդ համահեղինակի Սարգիս Գուրզադյանի թորնուհին շարունակում է պնդել, որ իրենց ընտանիքը համաձայն չի եղել նոր նախագծին, մինչդեռ քաղաքապետ Ավինյանը շնորհակալություն է հայտնում աջակցության համար։ Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի ընտանիքի անունից փաստում եմ, որ ոչ մի անգամ չեք ունեցել ընտանիքիս աջակցությունը այս հարցի վերաբերյալ։ Մենք պնդել ենք եւ շարունակում ենք պնդել, որ Կասկադը պետք է ավարտին հասցվեր միայն նախնական հեղինակային նախագծի հիման վրա։ Չարժե իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածել։ Ես մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ու ներկայացրել եմ մեր դիրքորոշումը։ Ուրիշ բան, որ երբեք չեմ հավատացել, որ դա կարող է որևէ կշիռ ունենալ։ Ու հա, փառք Աստծո, որ պապիկս այս ամեն ինչը չի տեսնում։ Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը այս գործընթացը բռի շինարարություն է համարում։ Ասում է, ել ավելի է ծանրաբեռնվելու քաղաքի կենտրոնը։ Հուշարձանի տրամաբանությունն էլ կորչելու է։ Դուք հայլում եք, պետք է Կասկադի տրամաբանական շարունակությամբ այդ աշճանը գնային միանային հայոց պետականության կոթողին։ Խորհրդային տարին 51-ին ասում, բայց գաղտնագրվել է իբր պետականության կոթող։ Պետք է գնար միանալ, կապը պետականության կոթող է խզվում է, Արարատը, երբ որ իջնում է վերևից այդ շենքերը փակելու են, տեսարանը երկինքը բաց, արև, ջուր, այդ ամեն ինչը, այդ ամբողջ հորինվածքը խաթարվում է։ Ճարտարապետների պալատի նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ հույս ունի, որ Ասլան Մխիթարյանի ներգրավվածությունը թույլ չի տա հեռանալ նախնական նախագծից։ Հիմա մի քիչ այն վերևի մասը, որը որ մոտենում է 50-ամյակի պլատֆորմային, դա մի քիչ աղավաղված, ինձ թվում է աղավաղված, որովհետև հիմնական շեշտը, այսինքն հիմնական առանցքի այդ իրական մասը այդքան լավ չի նկատվում։ Հետագայում երևի դրա մասին արդեն խոսակցություններ կան, որ դրա մասին կմտածեն եւ կաշխատեն, որպեսզի այդ առանցքը պահպանվի եւ հարազատ մնան։ Կասկադ մշակութային հանգույց նախագծի իրականացման ժամկետը 5 տարի է։ Նախատեսվում է ներդնել 20 միլիարդ 46 միլիոն դրամ։ Երևանի քաղաքապետարանի եւ GTB Development ՍՊ-ի միջև ստորագրվել է պայմանագիր։ Իդեպ, այս ընկերությունը հայտարարված մրցույթում միակ հայտատուն է եղել։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միջազգային լրահոսից Պենսիլվանիայում իր կողմնակիցների առջև 1 ժամ 40 րոպեանոց ելույթի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի անգամ չի հիշատակել Ուկրաինայի հակամարտության մասին։ 10 ամսվա ընթացքում ես ավարտել եմ 8 պատերազմ, այդ թվում Կոսովոյի, Սերբիայի, Պակիստանի եւ Հնդկաստանի պատերազմները, որոնք բոլորն էլ կատաղի են ընթացել։ Իսրայելը եւ Իրանը, Եգիպտոսը եւ Եթովպիան, բայց դուք չգիտեիք դա։ Հայաստանն ու Ադրբեջանը, հայտարարել է Թրամփը դիմելով կողմնակիցներին։ ԱՄՆ ղեկավարը ելույթում հիշատակելով Թայլանդի եւ Կամբոջայի միջև հակամարտությունը, որը նա նախկինում համարում էր ավարտված, խոստովանել է, որ այն կրկին բռնկվել է։ Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Թրամփը հույս ունի համաձայնության գալ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ մինչև Սուրբ Ծնունդը։
Թայլանդի վարչապետը սոցցանցում հայտարարել է, որ Կամբոջայի հետ հրադադար չի լինի։ Թայլանդի դիրքորոշումը կայանում է ստատուս քվոյի պահպանման մեջ, ոչ մի հրադադար, գրել է երկրի վարչապետը։ Թայլանդի եւ Կամբոջայի սահմանագոտում ռազմական գործողությունների էսկալացիան սկսվել է անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար։ Թայլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ այժմ չունեն Ղրիմը վերադարձնելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմաններ։ Մենք հաստատ գիտենք, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ մի շարք այլ երկրներ անկեղծ ասած դեռևս չեն տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում, եւ Ռուսաստանն իհարկե երբեք մեզ այնտեղ չի տեսնի, ասել է Զելենսկին։ Եվ այսօր, ինչ վերաբերում է Ղրիմին, մենք չունենք ուժ ամբողջովին վերադարձնելու մեր ուկրաինական Ղրիմ թերակղզին, հավելել է նա։ Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու ժամանակն է, ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պոլիտիկոյի հետ զրույցում։ Նա նշել է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մեջ Ռուսաստանն այժմ ավելի ուժեղ բանակցային դիրքում է, դրանում կասկած չի կարող լինել։ Այս պատերազմը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի, ասել է Թրամփը, հավելելով, որ Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ։ Այլ թեմաներից անդրադարձել է Էրդողանին, նշելով, որ շատ է հավանում նրան։ Նա կոշտ մարդ է, բայց ես շատ եմ հավանում նրան։ Նա կառուցել է ուժեղ երկիր, ուժեղ բանակ։ Ինչ վերաբերում է Մադուրոին, նրա կառավարման օրերն ըստ Թրամփի հաշված են։ Վրաստանի պետհամալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի, նման հայտարարություն է արել երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրանք, ովքեր հաջորդ տարվանից եւ հաջորդող տարիներին ընդունվում են պետական համալսարաններ, կրթությունը բոլորի համար անվճար կլինի։ Սա շատ կարևոր փոփոխություն է եւ այս փոփոխությունն աստիճանաբար կներդրվի պետական համալսարանական համակարգում, ասել է նա։ Եվրամիությունը զգալի լծակներ ունի Չինաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար, հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Եվրամիությունը զգալի տնտեսական ազդեցություն ունի աշխարհում։ Մենք Չինաստանի նկատմամբ ճնշման ավելի շատ լծակներ ունենք, քան հաճախ գիտակցում ենք, ասել է նա։ Լիտվայի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել վերջին շաբաթներին Բելարուսից երկրի օդային տարածքներ խուժած օդապարիկների պատճառով։ Օդապարիկների պատճառով Լիտվան մի քանի անգամ փակել է անգամ իր գլխավոր օդանավակայանը, հազարավոր մարդկանց թողնելով անորոշության մեջ։ Նշվում է, որ մինչ փուչիկներն օգտագործվում են Լիտվա-Մաքսանենք ճանապարհով ծխախոտ տեղափոխելու համար, Բալթյան պետության պաշտոնյաները պնդում են, որ միջադեպերը Ռուսաստանի դաշնակից Բելարուսի կողմից կազմակերպված դիտավորյալ գործողություն են։ Ալեքսանդրիայի ափերի մոտ խնջույքների համար նախատեսված 2000-ամյա հին եգիպտական շքեղ զբոսանավ է հայտնաբերվել։ Մեր թվարկության առաջին դարին թվագրվող զբոսանավը համապատասխանում է հույն պատմիչ Ստրաբոնի նկարագրություններին։ Նա նշել էր, որ ինչպես ցերեկն, այնպես էլ գիշերը նավերը լի են եղել ֆլեյտա նվագող ու պարող մարդկանցով։ Նավն ունեցել է 35 մետր երկարություն, իսկ տախտակամածին եղել է շքեղ խցիկ։ Հնդկական ավիաուղիները սպասարկող ինքնաթիռում աղավնի է հայտնվել, ուրախություն պարգևելով ուղևորներին։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում, բարեկային ծառայությունը 4044 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 792-ով ավելի է։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հիշեցնում է ներքին գործերի նախարարությունը։ Այնպես որ հետևեք երթևեկության կանոններին, մի վտանգեք ձեր եւ ուրիշների կյանքը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գարնուն Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։